Ջիջի աշխատում է։ Չաշխատող էլեմենտ չկա, լավ չծամող կա։ Ռուզիկ, Հաջեն։ Ես եկել եմ քեզանից մի հատ խորհուրդ հարցնեմ։ Ռազմիկ ջան, այդ դեպքերում պետքա կտրես կարմիրը, կարմիր լարը։ Այդ պարագայում կարմիրն են կտրում, որովհետև եթե կապույտ լարը կտրես, մենք սաղով կլնենք օդ։ Եղավ, թե չէ բոմբը կտրակի։ Ռուզիկ, ես ինչեր ես խոսում։ Քո անունը պիտի Ռուզիկ չլներ, քո անունը պիտի Գրուզիկ լներ։ Ես քեզ ինչ եմ ասում, դու ինչ ես ասում։ Բե։ Ասա Ռազմիկ ջան, ես լրիվ քո ռադիո ծածկույթի տակ եմ գտնվում, ասալիս մեր քեզ։ Ռուզիկ, ես մի հատ ընկեր ունեմ, ինքը ես 2 տարի է Ռուսաստանում երկրորդ ընտանիք ունի, ու չի կարում միշտ կնոջը ասի դրա մասին։ Ինչ խորհուրդ կտաս, ոնց ասի։ Նախ շնորհակալություն, որ ինձ վստահում եք, Ռազմիկ ջան, հիմա ես քեզանից մի հատ խորհուրդ եմ տալու, որ աղբերը չի տալու։ Լսի ուշադիր, կգնաս այդ գյադուն կասես, որ եթե ես լինի իրա տեղը, կնես էլի, որ օրինակը քո վրով եմ բերում Ռազմիկ ջան, եթե իմ մարդ է դավաճաներ ընձի, գիշերը քնած ժամանակ, բարձը կդնի, գլուխը կմշրի, դրա համար կգայինից կտանեին, կբռնեին, երեխեքը կմնային անտեր, անմեր, անհեր, անտենա, անասուն, անլուրջ, անվստահ, անաշխար, ապիկար, Ռուզիկ, այլանդակ, Ռուզիկ, հասկացա Ռուզիկ, ես տեցել ես ակը գնամ կասեմ։ Եղավ, գնա ասա, սա ընտրագույնս օրենքա, սա ընտրագույնս խորհուրդա, սա ընտրագույնս վիճակա։ Սեր չի լինի, եթե ես Ռուզիկին ասեմ, երկրորդ ընտանիքս էլ անհեր կմնա։ Պետք է ինչ-որ մի հատ պատճառ գտնել, որ Ռուզիկի հետ կռվեմ բաժանվեմ։ Դումայ, Ռազմիկ, դումայ, մտածի Ռազմիկ։ Ռազմագիտության դասատուն ծնողական չէ, ուզում է քարտուս 2 դնել։ Չհասկացա, Հակոբ, դու ամոթ չես անում այդ տղա, ոնց կարա զինվորականի որդին ռազմագիտությունից 2 ստանա, դու ոնց որ հեչ հերդ չլնես, դու ոնց որ իմ տղեն չլնես, Հակոբ։ Հորդ տղեն չլնես, բայց էդ լավ միտք էր, բանը լավ Հակոբ, դու գնա, ես հետո այդ հարցերով կզբաղվեմ, давай, հորդ տղեն չլնես, հորդ տղեն։ Алло, Люба, у меня есть очень хорошая идея. Если все пройдет гладко, я завтра же прилечу. Давай, пока, солнышко, целую. Пока. Վլադիմիրսկի ցենտրալ, վեճեր սևերնի, դեմ շատ եմ սիրում ես Յուրի Շատունովին, Զլանի Միրենյա։ Ռուզիկ, վերջ, ես բաժանվում եմ քեզանից։ Վայ։ Ես այսօր պարզել եմ, որ Հակոբիկի հայրը ես չեմ։ 8 տարի աստե չես, բայարկե դու չես, ով ասես երություն արեց եք երեխուն, յանի ինչ ես պարզե դու քեզ ու քեզ։ Ես դրա մասին չեմ ասում Ռոզիկ։ Ես այսօր գնացել եմ եւ ԴՆԹ-ի միջոցով պարզել եմ, որ Հակոբիկի արյան մեջ իմ արյունը ընդհանրապես չկա։ Այ տղայա նորմալ, ով է հիմա ավատում ես ԶԼՄ-ներին ես, ԴՆԹ-ներին ես, BBC-ներին ես, CNN-ներին, սրանք սուտ կեղծ ինֆորմացիա է, Ռազմիկ ջան, սրանք ապուշ բաներ են։ Մի խոսա ուրիշ բաներ, հենց հիմա արի գնում եք զաքս բաժանվելու։ Գնանք Ռազմիկ ջան, պազալուստա։ Ինձ ինչ աղես, պրոբլեմ չունեմ, ես մի խալատնա կփոխեմ, քո հետ դուս կգամ։ Բայց դու ես մեղքս գալեմ Ռազմիկ դու, որովհետև կրկին անգամ կպարզվի ողջ հարևանության շրջակայքում, որ դու տղա չես կարում ունենաս, որ Հակոբիկը քո տղին չի բաղում տա գնա Ռազմիկ։ Ոչ եմ կարում ունենամ։ Երևի սխալ եմ տվի անալիզները, հիմա սրակել են շփոթվում, ճիշտ ես ասում։ Ոնց կարա Ռազմիկը տղա չունենա գոնե մի հատ։ Վերջ, չեմ հավատում ես այս անալիզներին։ Ճիշտ է դու ես անում, իտով հավատում, որ դու հավատում ես։
Ռոզիկ, դե ես գնամ դպրոց, լտեսնեմ այդ Հակոբի ռազմագիտության դասատուն քանի աստղանի ա, որ երեխային 2 ա դնում։ Ես գնամ գամ։ Դու գնա դպրոց տեսեդ ռազմագիտության դասատուն քանի աստղանի ա, որ երեխային 2 ա դնում։